Ողջույն բոլորին, այս տեսանյութը ցանկության մասին է, նաև ուզում եմ մեկ բան էլ ասել, պատրաստում եմ տեսանյութ, որը վերաբերվում է լուսնային այս կամ այն օրը ծնված մարդկանց, այսինքն եթե դուք ծնվել եք լուսնային առաջին օրը, 4-րդ, 10 եւ այլն, ես խոսում եմ լուսնայինում, ինչպիսին են, բայց շատ հակիրճ եմ խոսում, Ճիշտ է, հիմա էլի շատ ընդլայնված չեմ խոսում, բայց որոշ բաներ կարող եք նաև իմանալ։ Այնպես որ այս երկու օրը սպասեք այդ տեսանյութին լուսնային ալիքում, իհարկե դա լուսնայինին է վերաբերվում։ Մեկ օր էլ մեկ այլ տեսանյութ կանեմ լուսնի հետ կապված, լուսնայինների հետ կապված, որպեսզի ձեզ համար պարզ լինի դուք ով եք։ Ծնվել եք եւ ինչ է ձեզ սպասվում կամ ինչպիսին եք ընդհանրապես դուք, որտեղ շատ մարդիկ իրենց չեն հասկանում, թե ինչպիսին են օրինակ, ինչու են իրենք այսպես արձագանքում այս կամ այն հարցին։ Եվ դա նաեւ եւս լուսնին է վերաբերվում։ Ահա, ինչու չեմ տեղադրում հիվանդության, բժշկության հետ կապված որովհետև ծրագիրս, չգիտեմ ինչու մոռացել են թարմացնել, գումարը անպայման քաշում են, բայց չգիտես ինչու մոռանում են թարմացնել։ Չեն թարմացրել, հուլիս ամիսը չունեմ։ Եվ պետք է բողոք ներկայացնել, որովհետև չի կարելի մենակ գումարը քաշել։ Եթե գումարը քաշում ես, պետք է վճարես այդ ծրագրի համար, ուրեմն դու պետք է ունենաս այդ ծրագրում եղած բոլոր, ինչի համար որ դու վճարում ես, բայց հունիսն է, այդ դրա համար չեմ կարողանում տեղադրել։ Սպասենք միգուցե այս երկու օրը լինի, որ լինի կտեղադրեմ։ Չնայած որ Մերկուրին հետադարձ է, այսպես թե այնպես լավ կլինի, որ հետաձգել բոլոր տեսակի վիրահատությունները։ Ահա, իսկ հիմա անցնենք մեր թեմային։ Տեսնենք, կկատարվի արդյոք ձեր ցանկությունը թե ոչ։ Պահեք 4 տարբերակ, 4 տարբեր հարցեր, ինչ-որ հարցերի պատասխաններ, նաև պահեք կարող եք հարցերի պատասխանները ստանալ։ Ահա, չկա, միևնույնն է անընդհատ ես նայում եմ և անընդհատ չկա, ոչ մի բան, ծրագրում փոփոխություն չկա։ Ավարտեմ բողոք ներկայացնեմ։ Պահեք մինչև ես խառնեմ։ Կենտրոնացեք ձեր ցանկության վրա։ Ընտրեք մեկի վրա կենտրոնացեք, հետո մյուսը, նոր է մյուսի վրա կենտրոնացեք։ Բայց 4-ը նույնը մի պահեք։ Ահա, հուսով եմ պահեցիք, եթե չհասցրեցիք, ապա ուղղակի կանգնեցրեք և պահեք, իսկ մենք շարունակենք։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Եվ ովքեր նոր են և տեղյակ չեն այս քարտերը, ես իրավունք ունեմ նայելու 4 կողմը։ Միակ քարտերն են, որոնք որ նայում եմ 4 կողմը։ Կապ չունի, փակված է, դրված է և այլն։ Ցանկությունը ուշանում է, տեսնում եք, որ չկա, այսինքն այստեղ պետք է լիներ, դա նշանակում է, որ ուշանում է, կամ դեռ ժամանակը չի, եթե այստեղ չի ընկել ձեր ցանկություններից որևէ մեկը, այսինքն ձեր ցանկությունը, որը պահել եք։ Գնաց ամենավերջում։
Դուք էլ որ տեսնեք գրեք, եթե ես ինչ-որ մի բան բաց եմ թողել։ Գրեք, որ տարբերակը եւ որ նկարը մեկ լինում է, որ սխալ եք պատկերացնում, սխալ եք գրում։ Ահա, կարծես թե սա է, ուրեմն ցանկությունը, եթե չի ընկել այստեղ ձեր հարցի պատասխան, ուրեմն դեռևս ժամանակը չէ, որպեսզի կատարվի այն, դեռ պետք է սպասեք, իսկ եթե ընկել է, ուրեմն դա նշանակում է, որ մի փոքր կուշանա։ Այստեղ ծնունդ անելը, եթե ուզում եք ծնունդ անել եւ ձեր ուզած ձևով, ապա գումարն էլ, հա, այստեղ գումարն էլ է գալիս, կկարողանաք անել։ Եթե ծնունդ օրինակ հուլիսի վերջը կամ օգոստոսին, եթե ուզում եք հանգստանալ ի վերջո, պարկել մի օր եւ ոչինչ չանել, ապա դրա հնարավորությունը կունենաք, բայց ոչ հիմա։ Քննությունները հանձնել, դիպլոմ ստանալ եւս դա կունենաք։ Դե գումար ստանալը արդեն ասացի, հաղթանակած դուրս գալ ոչ հարցում, միգուցե քննությունը, միգուցե սպորտը, միգուցե ինչ որ կարճ քննություն է օրինակ աշխատանքի վերաբերյալ եւս, հա, այդ ամենը կարողանաք հաղթահարել։ Լեզու սովորել, եւս գնացեք լեզու սովորեք, մեքենա ձեռք բերել կամ նաեւ մեքենան ձեզ նվիրեն եւ ինչ-որ մեկից հեռացում։ Եթե ուզում եք ինչ-որ մեկից հեռանալ, ապա կարող է դա ընկերուհի է, կարող ինչ-որ մեկն է, ով որ իրոք հասցրել է արդեն այն աստիճան, որ չեք ուզում իր հետ շփվել եւ այլն, եւ ուզում եք գնանա ձեր կյանքից, ապա այստեղ եւս պետք է սպասեք։ Դա ժամանակը չի, որ նա գնա։ Այսքանը կարծես թե պահեք կամ ֆիքսվեք երկրորդ տարբերակի վրա, երբ որ ես կխառնեմ այն։ Բունը տեսնենք աստղը փորձի ընկնի։ Ահա, կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Հələ նայեք, մեկ ակնթարթ։ Մի փոքր է, եթե քարտերը ուրիշ ձև դա սովոր է։ Ընդամենը մի ակնթարթ է մնացել, ոնց որ ասում են, որ հասնեք ձեր ցանկությանը, այստեղ այսպես կարող եմ ասել։ Այնպես որ կարելի է նաև հաշվել, որ հասել եք արդեն այդ ցանկությանը։
Ահա, ուրեմն այս մյուս տարբերակում ինքը շատ չնչին է հեռավորությունը, այսինքն դա նշանակում է արդեն իսկ հասել եք ձեր այդ ձգտմանը, ցանկությանը։ Շատ չի, հա, ինքը ոնց որ կողքն է ընդամենը։ Եվ այստեղ հաղթանակած, միգուցե այստեղ քննությունը, միգուցե ինստիտուտ ընդունվել, միգուցե սպորտի մեջ է նաև հաղթանակը, գավաթը ձեր ձեռքին է, ինչ որ ուզում եք անեք։ Նաև հանգստի կարիք, ովքեր որ ուզում էին հանգստանալ, ապա այդ հնարավորությունը կունենաք, որպեսզի գնաք հանգստանալու։ Լեզուներ սովորեք, եւս էլի ձեզ ասում են այդ մասին, հա, որ լեզուներ սովորեք։ Նաև գործիքներ գնեք ձեր գործունեության համար, սա ավելի շատ ստեղծագործական աշխատանքի համար է, դա նաև կարող է լինել երաժշտական գործիքներ, որպեսզի նման տեղ հաճախեք։ Կամ եթե ուզում եք գնալ նման տեղ, հա, սովորել, ապա սա ասում այո, գնացեք։ Եվ այստեղ պարտքերը տալ, փակել, վերջացնել, նիհարել։ Նաև սա առևտուր է, գուցե կամ այստեղ կարելի է նայել ձևը մի քիչ փոխել եւ դուք առևտուր անեք, ոնց որ գնաք շոփինգի եւ նաև առևտուր անեք, այսինքն վաճառեք նաև ինչ որ բաներ, դե որովհետեւ այստեղ չունենք մենք վաճառքի բաներ, դա կարող է լինել դա, որ վաճառեք ինչ որ բաներ նաև, դե փորձեք, եթե պահել եք ինչ որ մի բան, ունեք ինչ որ մի բանը վաճառվի, ապա ստուգեք, կլինի արդյոք թե ոչ։ Նիհարել ասացի եւ տունը այստեղ տուն գնել եւ տունը վերանորոգում անել այդպես նա եւս կկարողանաք այստեղ ընդամենը մեկ ակնթարթ է, հա, մեկ արդեն հասել եք դրա միգուցե ամբողջը գնել եք եւ մնում է ոնց որ ազատոր, որ օրինակ մեծ վերանորոգում անեք այդպես։ Այսքանը երկրորդ տարբերակի համար պահեք, ֆիքսվեք երրորդ տարբերակի վրա։ Ահա, կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Հետաքրքիր է, ցանկություն անդադ գալիս է հենց այստեղ է կանգնում։ Շուտ հետաքրքիր է, մեկն է ոնց որ այստեղ է, չէ՞, անկյուններում այստեղ չկա։ Կանգնելու տեղ չունի ուրիշ։ Դե գոնե կանգնում է, բայց գոնե մյուս կեսն էլ գա կանգնի, չէ, չկանգնում։ Դեռ չկանգնում։ Դեռ ժամանակը չի։ Այստեղ ինչ-որ մարդիկ երևի հանգստի մասին են պահել անընդհատ միշտ ընկնում է։ Մեկ տարբերակ պետք է պահեք ընդամենը։ Ինչպես չի, որ մյուսը ընկավ, ուրեմն դա կլինի, եթե 2-3 հատը չի ընկնում, մի հատ ընկնում է, միևնույն է դա չի նշանակում, որ կլինի ցանկությունը։ Անընդհատ լինում է այս տեսանյութը, կարիք չկա անընդհատ պահելու։ Նույն բաները, երկար ամեն անգամ ամեն մի համարը պահել։ Ահա, ցանկությունը մի փոքր ուշանում է, բայց այստեղ հա եւս այն ինչ որ ընկել է դա է ուշանում։ Այստեղ տունը գնելը, տունը այո, գնելը եւ նաեւ վերանորոգում անելը հաղթանակած այստեղ առաջին տեղում եք դուք ինչ որ հարցում, ինչ որ բանի վերաբերյալ։ Նաեւ կարիերայի աճ, ճիշտ է մի փոքր պետք է սպասեք, բայց աճը կա, այնպես որ ձգտում եք, հա, գնում եք արդեն։
Գնում եք վեր, կարիերայի բարձրացում, այստեղ հեռախոս ձեռք բերել, գնել կամ նվեր ստանալ, ամուսնության առաջարկ ստանալ, հանգստանալ, ինչ-որ բանից, աշխատանքից և այլն, կամ գնալ հանգստի, գումար ստանալ և ծաղիկներ, ինչ-որ մեկ ընթացման ծաղիկներ և այստեղ նաև ծնունդ։ Ծնունդ, ինչ-որ մեկի ծնունդը նշելու համար գումարը գալիս է այսպես թե այնպես և կկարողանաք այն անել, եթե օրինակ ծնունդը այսպես հուլիսի վերջը և այլն։ Ցավոք սրտի էլի աստղը չընկավ, մի քիչ դժվար է, գիտեք, որ այդպես հեշտ չի ընկնում, պետք է ցանկությունը շատ հստակ լինի, որ այն ընկնի։ Տեսնենք 4 տարբերակ մնաց։ Պահեք, ֆիքսվեք, բայց էլի նույն բանը մի պահեք։ Կկատարվի արդյոք 4 տարբերակի ցանկությունը։ Հենց մի սկիզբ նայել, ոնց որ թե հեսա։ Չենք հուսատվում, դեռ կաղա ինքը ներքևում էլ լինի։ Ներքևում չի, կողքնա։ Ցանկությունները միգուցե իրոք լիարժեք չեք պահել, ճիշտ չեք ձևակերպել, դե համար չկարողացել հասկանալ, կամ այնպիսի ցանկություններ էին, որ դեռևս ժամանակը չի կատարվելու, դրա համար էլ չի լինում։ Պես որ մի նեղվեք, մի ընկճվեք, ձգտեք ձեր ցանկություններին և հետո արդեն եւս էլի հաջորդ շաբաթ էլի կարող պահել։ Ահա, հետաքրքիր որ այն կոնկրետ արձակուրդը դեռ ոչ ոքին չընկավ, ոչ մեկին։ Ուրեմն, աստղերը էլի եւս հեռու են։ Այստեղ հարսանիք, միգուցե հարսանիք, պայմանավորվում եք հարսանիքի համար, օր եք նշանակում, բայց ոչ ոնց որ այս շաբաթ։ Մի փոքր ավելի ուշ։ Նաեւ տուն գնել, տունը վերանորոգում անել, հեռախոս նվեր ստանալ կամ հեռախոս գնել։ Եվ այստեղ նաև գործիքներ, բայց ստեղծագործական հիմունքներով այստեղ, օրինակ երաժշտական գործիքներ, որոնք որ ձեզ պետք են կամ այդ գնալ երաժշտություն սովորելու, երգ, դաշնամուր եւ այլն, այնտեղ լիքը բան կա։ Այսքանը ցավոք սրտի ոչ ոք չընկավ, ուրեմն ոչ ոքին էլ լիարժեք չէր, ցանկությունը լիարժեք չէր կամ չեք պահել։ Մի ընկճվեք, եթե չկար ձեր ցանկությունը, ուրեմն կլինի հաջորդ շաբաթվանի մեջ, այնպես որ դուք ձգտեք ձեր ցանկությանը եւ կտեսնեք, որ հաջորդ շաբաթ արդեն նա եկավ, որտեղ արդեն ժամանակն է, որ այն կատարվի։ Այսքանը, թող որ ձեր ցանկությունները կատարվեն այն ժամանակ, երբ որ եւ դուք եք պատրաստ եւ Աստծուն է հարմար, որ դուք ունենաք այդ ցանկությունը, ուրեմն ճիշտ պահեք, որպեսզի այդ ցանկությունը կատարվի։ Այսքանը, լավ եղեք։